Ողջույն, դերասանուհի Անուշ Առաքելյանն է որոշ է մեզ համար պատրաստել։ Հետևեք մեր հարթման ընթացքին։ Բարև Անուշիկ։ Բարի օր։ Ինչպե՞ս ես։ Հոյակապ։ Քո հետ պայմանավորվել են, չէ՞, որ մենք քաղցած պետք է գանք ձեր։ Ցավոք, այո։ Հայկական երկրորդ հեռուստալի քաղցած չէին սպասում հարթում։ Համեցեք։ Ինչու ցավոք։ Ճիշտ ասեմ, կարող ես ոչինչ չպատրաստել, խնդիր չկա։ Չէ, ես հաճույքով, բայց ցավոք, Չէ, որովհետև դուրը փակի, հիմա ասում են, որ արդեն այն ժամանակները չէ, հա, երբ որ կարելի է դուրը բաց թողել եւ վստահել հարևաններին եւ խոհանոց։ Չէ, մենք վստահում ենք հարևաններին։ Կողքի շենքի հարևանների մասներ խոսքը։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Եվ ասացիր, չէ, կպատրաստես, հա։ Կպատրաստեմ, որովհետև հաճախ չեմ լինում իհարկե խոհանոցում։ Հիմա որ կինն է հաճախ լինում խոհանոցում, որ դու լինես։ Կան կանայք, ովքեր հաճախ են լինում, գուցեև սիրում են, որովհետև մեր տանը մաման է։ Դրանք այն կանայք են, որոնք ամուսիններ ունեն եւ ամուսիններին պետք է լավ կերակրել, որովհետև նրանց սիրտը գրավելու միակ ճանապարհը, հա։ Եվ ոչ միայն նրանց կյանքի նպատակը միայն ստամոքսը լցնելն է եւ որքան շատ այդքան լավ։ Այդքան լավ։ Վատ է որ այդպես է, որովհետեւ անշուշտ պիտի կինը կարողանա դրսևորվել խոհանոցում, մանավանդ եթե ամուսին ունի, բայց ես չեմ կարծում որ դա պիտի միակ նպատակը լինի։ Դա լավ է որ ամուսին ունի, թե։ Նայած որ կնոջ մի տեսակ ասեցի, մանավանդ որ ամուսին ունի։ Չէ, մանավանդ որ ամուսին ունի, ցավակցում եմ այն կանանց, ովքեր ամուսին ունեն։ Նայած ինչ ամուսին ունի, եթե այնպեսի ամուսին է որ պետք է ցավակցել, ապա ցավակցում եմ։ Իսկ ինչպեսի ամուսնուն կարելի է չցավակցել, օրինակ նկարագրի։ Ես մի քիչ գուցե ագրեսիվ կլինեմ այդ հարցում։ Ագրեսիվ, այսինքն, չէ, սուր, որովհետև ինձ համար լավ տղամարդը դա ազնիվն է եւ ուժը ես գտնում եմ ազնիվն է, որ նույնիսկ չի կարողանում պետությանը խաբել եւ օրենքները շրջանցել։ Գիտեք, մեր պետությունը այսօր այնքան է կուլ տվել հասարակությանը, որ եթե կարողանաս խաբել, ապա այդ բավականին մեծ ուժ է։ Թե չէ, եթե պետության այն օղակներում ես, որտեղ հենց խաբում ու խաբում են, իհարկե։ Ազնիվ մարդը ներքուստ այդտեղ չի կարողանում աշխատել եւ հավատացեք ինքը մի ելք գտնում է այդտեղից դուրս գալու։ Եվ արտագաղթը այդտեղ, ահա, խնդրեմ։ Կամ նրան վռնդում են։ Մի խոսքով, առաջին նախապայմանը դա ազնիվ է։ Ազնվությունը բավական մեծ շռայլություն է, եթե մարդ կարողանա այդպես ապրել, դա իսկապես շռայլություն է, իսկ դրա համար մեծ ուժ է պետք։ Դու օրվա մեջ քանի անգամ ես սուտ խոսում։ Քիչ, ես երբեմն սուտ եմ խոսում։ Պարտադրված։ Պարտադրված, որ գուցե պիտի ասեմ վայ կներեք ուշանում եմ ու մի այնպեսի թեթև բան հորինեմ։ Խորտամ քեզ։ Երբ որ զանգ է գալիս քեզ, ես վերջերս փորձել եմ կիրառել եւ ստացվում է։ Ասում եմ ես բավականին զբաղված եմ, եթե կարճ բան ունես ասելու, արագ ասա, եթե չէ, հետո կզանգարես եւ գիտես աշխատում է։ Դա կոռեկտ տարբերակ է, դա սուտ չէ։ Դե մի տեսակ զբաղված եմ, բայց չեմ ուզում որ երկար ծավալվեն եւ իմ ժամանակը ինձնից խլեն։ Անիմաստ երևույթների վրա։ Մի խոսքով ազնիվ ամուսին, երկրորդը։ Ազնիվ մենք խոսում ենք մարդու մասին, ամուսին այսօր մարդու չափանիշները, առավելապես կանանց չափանիշները ամուսնու շատ տարբեր են։ Քոնը։ Իմը ես գուցե նրա եկամուտը ամսական ավելի շատ պետք է լինի, թե քոնը։ Ես դրան բացառապես նշանակություն չեմ։ Մի րոպե, այսինքն դու կարող ես պահել մի մարդ, ով չի աշխատում, որոշակի ժամանակահատվածում հայտնվել է ճգնաժամում։ Եկեք սկսենք նրանից, որ ես ի սկզբանե չեմ ընտրի այդպիսի տղամարդու, բայց եթե այնպես ստացվի Աստված մի արածցե։ Բայց տես ուրեմն արդեն չէ, ուժեղ տղամարդը միաժամանակ կարող է ընկնել որևէ ճգնաժամի մեջ ձեր ասված, բայց այն չի կարող երկար գոյատևել, որտեվ եթե նա իսկապես տղամարդ է եւ այդ բառին համապատասխանում։ Կարող է տղամարդը շատ բաներում ուժեղ է, բայց գումար չի կարողանում վաստակի։ Չէ, այդպիսի բան չկա։ Ես իմ ընտանիքի տղամարդկանց փորձից հասկացել եմ, որ չկա այդպիսի բան։ Ուր են ձեր ընտանիքի տղամարդիկ։ Իմ ընտանիքի տղամարդիկ աղբերս եւ հայրս են, որոնք Եվրոպայում են։
Իմիջիայլոց, միանգամից նշեմ, որ եթե ցանկանում են դիտել այս հաղորդումը Եվրոպայում, կարող են այցելել Չէին սպասում .am կայք եւ այնտեղ այս հաղորդումը դիտեն։ Անպայման հիշեցնելու եմ։ Նամանավանդ, եթե նրանց մասին ես խոսում, կարծում եմ հաճելի կլինի։ Չէին սպասում .am։ Շատ լավ, հիշում եմ։ Ահա, իրենց օրինակից ես ունեմ բնականաբար իմ պատկերացումները տղամարդու։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին էլ այդպես է ձևավորում, իր տանը կամ իր շրջապատում եղած։ Դեռ ստացվում է այսպես, տղամարդը պետք է վաստակի, կինն էլ խոհանոցում պատրաստի, ամեն ինչ օրինաչափ է։ Կինը պետք է խոհանոցում պատրաստի, եթե ունի ընտանիք, բայց կինը պետք է ունենա նաև իր հետաքրքրությունները, որպեսզի չլինի տաղտկալի տղամարդու համար եւ ձանձրալի։ Դե հիմա սրանք ոնց է կազմակերպում, ամեն ընտանիք ինքը գիտի, ուղղակի մեր հայ օրիորդները ու կանայք թող սովորեն տղամարդուն ֆիզիկական չափանիշներով չդիտարկել որպես ուժեղ, այլ փորձել հասկանալ որն է ուժեղ տղամարդը իրականում։ Հենց ուժեղ տղամարդը ես կարծում եմ նա է, ով կարողանում է այստեղ կա աշխատում է ելք գտնել ճգնաժամի մեջ երկալ չգոյատևելուց։ Հերախսը կողքդ է եւ հարց առաջացավ, հնարավոր է օրինակ, էջի վրա տեսնես մի լուր, քո նորությունների մեջ տեսնես մի լուր, որը որ քեզ կդրթի, ասենք, ինքնասպանությանը։ Ինչ ծանր բան ասեցի, բայց այսօր այդ թեման են քննարկում դրա համար։ Բացառապես։ Կան տղամարդիկ, որոնք օրինակ ինքնասպանություն կգործեն լսելով ինչ որ մի լուր, նորություն։ Ես չեմ կարծում, եթե այդպիսի բան լինի, ապա դա հոգեբանական խնդիր է։ Այդ ինչ նորություն պիտի լսես, եթե դա Ես առավոտյան կարդացի հենց որոշակի մի դեպքի մասին, ուղղակի երկիրը չեմ ուզում նշեմ եւ այդ անձնարարության անունը, բայց նա առավոտյան Facebook-յան իր էջում տեսել է, որ երկրում որոշակի օրենք է փոխվել եւ այդ օրենքի պատճառով ինքը ուղղակի սնանկ է դարձել եւ ինքնասպանություն գործել։ Դե գիտեք, մի լավ ասույթ կա։ Հիմա դա ուժեղ տղամարդ էր, թե թույլ։ Թույլ։ Անշուշտ։ Դե միլիարդատեր, որ առողջան տեսնում է, որ միլիարդատեր մենք կարող ենք դառնալ կտակի արդյունքում, միլիարդատեր կարող ենք դառնալ, չգիտեմ, վաստակել էր։ Դե գիտեք, այո, մարդուն սովորաբար ասում են տեսած մարդուն մի զրկի, իսկ չտեսին մի տուր, որովհետև մարդը հոգեբանորեն պատրաստ լինի դրան։ Դավիթ ասում է, «Պետք է փիլիսոփայիկ կոնկրետ ստամոքսիս հարցերը լուծեք»։ Պիտի խոսենք սննդից։ Ես օրինակ քաղցած չեմ, այսօր կարող էր ոչինչ էլ չպատրաստել, այդ խնձորը ընդհանրապես կտրատ էր գեղարվեստորեն հետաքրքիր։ Դուք լայն ընտրության հնարավորություն ունեք։ Չէ, ինչ կարող ես պատրաստել։ Ինչ ես որոշել պատրաստել։ Մենք այսօր կարծում եմ ես ընտրությունը կայացրել եմ մի քիչ ավելի եվրոպական, ասենց խոհանոցին, որովհետև շատ դերասանուհիները չեմ հասկանում ինչու են այդպես անում, դեպի Եվրոպա գնում։ Ես զգացել եմ դերասանուհիների մոտ մի բան։ Չգիտեմ, այդ համատարած է թե ոչ, բոլոր դերասանուհիները անտարբեր են ուտելու նկատմամբ։ Քեզ թվում։ Հա, ուրեմն ես եմ այդպեսին։ Ես առանձնապես անտարբեր եմ։ Դերասանուհիները գիտեն, որ միայն ուտելու նկատմամբ են շատ տարբեր, բեմում նրանք անտարբեր են եւ այլն։ Դե շատ վատ է, մարդիկ պրոֆեսիայում պետք է անտարբեր չլինի։ Դավիթ ասում է, թող հասկանանք ինչ են ուտել։ Դե թող խոսեմ, Դավիթ, ուրեմն։ Դավիթ, նկարի թող խոս։ Ուրեմն, ասեմ, ես ուտում եմ բացառապես ամեն ինչ, այդպիսի կապրիզներ չունեմ, հա, սա չեմ ուտում, այն մեկը չեմ սիրում, այդ խնդիրը չունենք տանը, բայց այնպես չի էլի, որ վայ սա պիտի պարտադիր լինի խոհանոցում այսօր։ Գավառում օրինակ մեզ առաջարկեցին տավարի լրթացած ծառունից պատրաստած ինչ որ մի բան ճաշակենք։ Կուտեիր։ Հա, ես կփորձեի։ Ես վախեցա եւ փախա, շատ արագ։ Դե հա, մեզ սովորաբար արտասահմանյան խոհանոցը միշտ էլ անակնկալի բերում է, բայց ես այդպեսի բան չեմ անելու, շատ գավառում։ Ես շատ թեթև բան եմ պատրաստելու այսօր, որտեղ ինքս եմ սիրում թեթև կերակուր եւ նաեւ արագ պատրաստվող, որ շատ ժամանակ չխլի։ Պատրաստելու ենք Այն է աղցան սալորաչերով։ Ահա։ Ես կարծում եմ, որ պիտի որ համեղ ստացվի, պատրաստելու ենք բանջարեղենային պիրոգ։ Այ դա մի տեսակ ինձ համար անհասկանալի է, բայց ինչև է։ Այնտեղ լինելու են մի քանի բանջարեղեններ, մենք պատրաստելու ընթացքում եւ նաեւ գնելու ընթացքում արդեն կծանոթացնենք մեր հերթադիտողին եւ նաեւ որպես դեսերտ կլինի 7 մոմ մի տող։ գինու մեջ եփված տանձ
որը էլի շատ համեղ է, ես իմիջայլոց այս բոլոր բաղադրատոմսը հարցից եմ խնդրել եղբորս կնոջից, ով որ ինքը խոհանոցում անթերի է։ Այնպիսի բաներ է անում, որ դրա համար է եղբայրդ երջանիկ ապրում։ Այդ փաստորեն ճիշտ է, այդ փաստը, որ տղամարդուն կարելի է ճանապարհով գրավել։ Այդքանը։ Ես կարծում եմ, որ հետաքրքիր է եւ արդեն ժամանակն է գնալ գնումների, հա։ Ես առաջարկում եմ գնալ Նորզով սուպերմարկետ, որովհետև այնտեղ ամեն ինչ մատչելի է եւ որակով եւ հարևանությամբ ունեք այս տղամասում։ Եվ հուսանք են բաղադրատոմսերը, որոնք ինձ պետք են, որոշակի կգտնենք այնտեղ։ Այսինքն այն մթերքը, որը քեզ հարկավոր է։ Այո, մթերքները բաղադրատոմ, որտեվ ես մի քիչ արտարոց չեն, բայց երբեմն լինում է մտնում ես խանութ եւ չես գտնում այն ինչ որ պետք է։ Հուսանք որ Դե խանութ կա, որտեղ ամեն ինչ լավ հակագովազ չանենք սուպերմարկետում։ Եկեք գովազդից առհասարակ չխոսենք։ Այո։ Դե ինչ գնացինք։ Գնացինք։ Բայց մեր խոսքը գիտես ոնց ստացվեց, ինքդ քեզ հակասեցիր ամեն ինչում։ Խե՞։ Չգիտեմ, այդպեսի տպածություն ստացա։ Որ տղամարդու ինչ որ վրա երթ էր անում տղամարդկանց, ինչի համար չեմ ասում։ Չէ, ասացի, որ ես չեմ կարծում, որ այդ ուղղակի ասույթ է, բայց որ դրանով կարելի է տղամարդուն գերել, այդ մի քիչ շատ ծիծաղելի է։ Բայց նաև դրանով ինչու ոչ։ Չէ, եթե դու ունես ընտանիք, չհասկանալի է, բայց հայ տղամարդու մոդելը հետևյալն է, տանը նա ընդամենը լավ նրան լավ կերակրում են, մնացած հետաքրությունները փնտրում է դուրսը։ Դա մեր մոդելը չի հայ տղամարդու։ Հայ տղամարդու, մի քիչ այդ մոդելը շատ վաղուց խախտվել է հայ տղամարդու եւ Ես հետ եմ մնացել, ես մեր սերունդները, մեր generation-ը շատ բան է երևի։ Գիտեք, ինդիվիդուալ է, ես կարող եմ օրինակներ բերել ընտանիքներ, որտեղ կինը առհասարակ չի հասցնում գործի բերումով ամիսներ շարունակ գոնե մի բան պատրաստի, բայց այնտեղ կարող է լինել շատ ներդաշնակ, այո, առողջ մթնոլորտ, ամուսնուն տալիս ես, ման ես շաբաթ ես $1000 գնա ինչ ուզում ես, որտեղ ուզում ես կեր, ինձ հետ գործ չունես։ Դե դու միշտ բացական կողմն ես տանում։ Բայց ինչա բացասական, դրանից լավ բան։ Հա, թույլ տղամարդու համար դրանից լավ բան չի կարող լինել։ Ինչա թույլ տղամարդը։ Դե եթե տղամարդը իրեն թույլ է տալիս որ օրենքով է գրված, հասկանում եմ ես, բայց որ օրենքով է ամրագրված, որ տղամարդը պետք է բան գումար բերի տուն։ Ինչու տղամարդն էլ լիք ուրիշ բան կարելի անել։ Չեմ ասել, թե այդ ամբողջ հոգսը պիտի լինի բացառապես տղամարդու վրա։ Մանավանդ այսօր, հա, 21-րդ դարում։ Անուշիկ։ Այո։ Գնանք Նորզովք։ Ինչով, ինչպես։ Իմ մեքենայով։ Հուսամ կտեղավորվեք, փոքր է։ Բայց բավականին մեծ է, փոքր չէ, ես փորձեմ քեզ համար դուրդ բացել, լավ։ Շնորհակալություն։ Փաստորեն ջենտլմեններ դեռ մնացել են։ Ինչու՞։ Չկային։ Քեզ համար առաջի անգամ են դուրը բացում մեքենա։ Պատկերացնում եք, այո։ Լուրջ։ Քանի տարի ես մեքենա վարում։ 7 մի քիչ ավել։ 7 տարվա մեջ։ Իմ մեքենայի դուրը նկատի ունեք բացեն ինձ համար։ Ընդհանրապես։ Դե եթե այնպեսի մի տեղ եմ եղել, որտեղից դուրս եմ եկել ընկերներս ինձ հետ, ապա անշուշտ, եթե ոչ։ Ուրեմն կան դեռ տղամարդիկ։ Գնացինք։ Անուշ։ Այո։ Այստեղ ռեֆերատի առաջին էջը գտա Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ։ Այո։ Արվեստի կառավարում։ Այո։ Մագիստրատուրայում ես, հա։ Այո։ Իսկ ինչ կապ ունես արվեստի կառավարման հետ։ Մենք այդպեսի առարկա ենք անցնում, որը դասավանդում է Արտուր Ղուկասյան։ Ահա։ Եվ սովորում ենք կազմել ծրագրեր, կազմելուց առաջ հասկանալ, որոնք են խոչընդոտող խնդիրները, որոնք են պլյուսները։ Եվ Հայաստանում, հա, կառավարվում է արվեստը նորմալ քո կարծիքով, թե թերություններ կան։ Թերություններ Եթե ամեն գործում թերություններ լինում են անշուշտ, բայց կան մարդիկ, ովքեր իսկապես պրոֆեսիոնալ են, մեկը հենց Արտուր Ղուկասյան, ով ոչ միայն դասավանդում է եւ դրանով ցույց է տալիս, որ գիտի այդ առարկան, այլ նաեւ տեսնում ենք արած գործը, հենց մեկը Հայֆեստը, որ տարիներ առաջ արվեց եւ արդյունքը ակնհայտ է։ Պարզ է։ Ինչպիսին է Երևանը քեզ համար։
Անկեղծ որ լինեմ, նշեցի, հա, քիչ առաջ որ եղբայրս այստեղ չի դրսում է եւ շատ անգամ է եղել խոսակցություն այնտեղ տեղափոխվելու, բայց ես չգիտեմ այդ ինչ է, որ պարբերաբար երևի ասում են, հա, հող, ջուր, չգիտեմ, հայրենիք, գուցե կապվածությունը, գուցե որ դուք ես այստեղ ավելի լիարժեք ես զգում։ Խանգարում է գտնել այդ համարձակությունը եւ գնալ երկրից։ Պարզ է։ Եվ վերջերս մենք ներկայացումներով Հայաստանի տարբեր շրջաններում էր եւ գիտես ինչ զգացի, որ մեր մարզերում ապրող մեր հայրենակիցները երևանցիներին չեն սիրում։ Քո կարծիքով ինչու՞մն է բանը։ Ես անընդհատ փորձում եի պարզել ինչու, բայց չգտա։ Ինչ ես կարծում, ինչու երևանցիներին չեն սիրում։ Հիմա ճիշտ հակառակ պատկերը պիտի լինի, որովհետև գուցե եւ երևանցիները նույն բանն ասեն մարզում ապրողներին, չնայած որ դա էլի ինդիվիդուալ է, ինչի պիտի չտիրեն ես չգիտեմ, բայց ներողություն ամբողջ մարզում եղող երիտասարդությունը այստեղ սովորում է, ինքնադրսևորվում է, աշխատում է, չգիտեմ, ինչ որ ապագա է փորձում, հա, գտնել։ Փաստորեն դու հակառակն ես ասում, որ երևանցիները մարզերի բնակիչներին չեն սիրում։ Փոխադարձ սեր է մի խոսքով։ Չսիրել ասվածը ես դրա համար զարմանում եմ, շատ ես ինձ որ հարցնեք դուք սիրում եք մարզում ապրող մարդկանց, ես ասեմ հա, օրինակ ինչի չեմ սիրում։ Չէ, օրինակ տարբերում են, ասում են, հա, Գյումրեցի ես, լավ, Լոռեցի ես, այո, Այդ մեր վաղուցվա կարծում եմ խնդիրն է, որ մենք ամեն անգամ այդպես փորձում ենք որակավորել մարդկանց աբարանցի, գյումրեցի, ավանցի, զեյթունցի։ Այսօր նույն խնդիրը կարող է լինել այդ դու կենտրոնում ես ապրում, չէ, որտեղ ավան վայ կամ Բանգլադեշ վայ։ Լավ, մենք արդեն հասանք, հա, Ավանում գտնվող նոր զովք, տեսնենք թե ինչպես գնումներ կկատարես։ Անուշ, պատրաստ ես։ Այո։ Գնացինք։ Գնացինք։ Եվ ցուցակ ունես։ Անշուշտ։ Տեսնենք ինչպես ես գնումներ կատարում։ Ես արդեն քո փոխարեն զամբյուղ վերցրեցի, թե սայլակ է հարկավոր։ Չէ, կարծում զամբյուղը մեզ բավարար է։ Փորձում ցուցակս գտնել։ Եվ որքան որ հնարավոր է Դավիթի հետ, հա, աշխատի։ Լավ։ Այսինքն Դավիթին դեմքով մթերքին հակառակ։ Ինչ են գնում։ Քանի որ այստեղ ենք արդեն, մեզ պետք է կանաչի։ Չնայած մեզ պետք է խառը, պես ինչ լավ կանաչի։ Կվերցնենք։ Նույնիսկ կարելի է 3 կապոց վերցնել։ Սիրում ես կանաչի։ Միշտ։ Բարև ձեզ։ Եվրոպայից էիր խոսում, ինձ Եվրոպայից միշտ խնդրում են, որ հետս կանաչի տան, հատկապես թարխուն։ Եվ բաստուրմա։ Բաստուրման օրենքով արգելված է, չեն թողնում այնտեղ, եթե բռնում են։ Այո, հիմա արդեն ես վերջերս այդ դեպքն ունեցանք, եղբայրս պանիր էր տարել։ Այո, օդանավակայանում Չնայած որ շատ անգամներ տուգանեցին 80 եվրո։ Չէ, չեն տուգանել, բայց հանել են։ Գնանք առաջ, ցուցակն ես անում, խնդրեմ ցույց։ Ցուցակն եմ հանում, որովհետև չեմ հիշում, ես հիշում եմ, որ մենք սունկ պետք է գնենք։ Այն սունկը, որին պետք է, այստեղ չկա։ Ստիպված ենք ուրեմն սա։ Չէ, այնտեղ այն կողմում էլ սունկ կա, դու ուղղակի լավ չես ուսումնասիրում։ Տարբեր սնկեր կան։ Տարբեր։ Այո։ Դեռ միայն շամպինյոն տեսակն եմ տեսնում։ Լավ, ինչև է։ Դիմացինը շամպինյոն է։ Ահա, վերցրեցինք։ Ուրիշ։ Ուրիշ ինչ ունենք մենք գնելու։ Անուշ, դու նպատակային գնումներ կարողանում ես անել, թե ինչը աչքիդ շոյում է, վերցնում ես։ Երբեմն նայեք։ Ցուցակը նայենք, հա, եթե կարելի է։ Մեզ ուրեմն պետք է նանա, Չէ, կարթա։ խմոր, Դե հայերեն տառերով ես գրեթե անգլերեն, ռուսերեն։ խմոր եւ սերուցք, ոչ քաղցր սերուցք, արդեն հուսով եմ հիշում եմ մեզ ինչ է պետք, կարող ենք առաջ անցնել։ Ես կարծում եմ, նանա, կարելի է։ Ես կարծում եմ, որ դու մյուս գնումներդ ինքնուրույն կանես, իսկ մենք սպասենք դրամարկի մոտ, լավ։ Ամել ավելի ազատ կլինես։ Այո, ես զգում եմ։ Շնորհակալություն։ Մինչ հանդիպում։ Անուշ, Այո։ բավականին արագ եկար։ Դե որոշ մթերքներ մենք տանը արդեն ունեինք։ Ահա։
Եվ մնացածը Ինչ։ մենք այստեղ միայն երևի ես թերևս չեմ նշել ծովախեց գետինները, հա, որ Թագավորական, այո։ համար է պետք։ Եվ վերջ։ Եվ այսպես 7783 դրամ եւ ես առաջարկում եմ վճարել։ Հետաքրքիր, եթե ինձ առաջարկում են, ես որպես կանոն հրաժարվում եմ, որովհետեւ կամ պիտի միանգամից վճարեն, կամ պիտի միանգամից վճարենք, խնդրեմ։ Ահա, շնորհակալություն։ Բացորեն ջենտլմեններ իսկապես մնացել են։ Չէ, ուղղակի մարդիկ կան, որ կտրուկ դեմ են, ասում են ոչ, եթե մենք ենք հյուրասիրում, մենք պետք է վճարենք, բայց ես կարծում եմ, որ տղամարդը պետք է առաջարկի։ Այո, անշուշտ։ Այո։ Շնորհակալություն։ Բարի բունի մաստով համապատասխանում եք, հա, տղամարդ բարին։ Այսօր անընդհատ տղամարդկանցից ենք խոսում։ Ինչ որ այդպես է ստացվում։ Ես նրանց ռեյտինգը փորձում եմ բարձրացնել։ Ես էլ միշտ է պետք նրանց ռեյտինգը բարձրացնել, վերջ։ Շնորհակալություն, գնացինք, այո։ Շնորհակալություն։ Անոր։ Այո։ Ժամուկես ընդմիջել էինք, ինչ էր տեղի ունենում այս ընթացքում։ Այդ ընթացքում մենք լվացինք մթերքները, որոնք կարծում եմ հերթադիտողին հետաքրքիր չէր, աղջիկս եկավ պարապմունքից։ Դասավորեցինք ձեռքի տակ այն ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Եվ թերևս արդեն անցել ենք գործի։ Ինչ որ հյութ պատրաստեցիր մեզ համար։ Այո, ես հյութ չէ, սա ավելի շատ պիտի ասեմ լիմոնադ, տենց ասեմ։ Չվարվեց, հիմա Չէ, վարվել է։ հա, գազի արտահոս չունենք։ Ոչ։ Շատ։ Այստեղ նանա է թարմ, կիտրոն, սովորական ջուր եւ մի փոքր մեղր, քանի որ ես գազավորված ըմպելիք բացառապես չեմ օգտագործում։ Ճիշտ ես անում։ Շնորհակալություն եւ ջուրել մեկ-մեկ այդքան հաճելի չի, հա, անընդհատ ուղակի պարզ ջուր խմել։ Ես հասկանում եմ դա որտեղից է, Եվրոպայի բոլոր սրճարաններում մոտարապես այսպես են մատուցում։ Մատուցում են, այստեղ էլ են արդեն վաղուց մատուցում։ Հիմա ուզում եմ ասել, որ մենք դեսերտը, հա, ասացի, որ գինու մեջ տանձ ենք պատրաստելու։ Հիմա արդեն վերջինն էլ մաքրեմ, պիտի կլպենք տանձը, ավելացնելու ենք գինի, մի փոքր շաքար եւ ջուր, դարչին, հետո կմատուցենք հետաքրքիր սիրոպով եւ սերուցքով խփած, այդ արդեն հեռուստադիտողը հետո կտեսնի ինչ ենք անում։ Կարող եմ զուգահեռաբար հարց ուղղել։ Այո, իհարկե։ Ինչ է հարկավոր կնոջը, որպեսզի ինքը իրեն լիարժեք զգա։ Բարդ հարցեր, բայց պարզ պատասխան կարող է լինել։ Շատ պարզ պատասխան կարող է լինել։ Գիտեք, մարդ լիարժեք է, երբ Տղամարդ կարող։ Թերևս գուցե այդպես էլ կարելի ասել։ Չէ, ես Մարդը իրեն լիարժեք չի համարում։ Կին, այսինքն կա, հա, այսպես ավելի հստակ ասենք։ Կանայք կան, որոնք առանց։ Այսպես ասեմ, եթե կինը աշխատում է իր իսկ մասնագիտությամբ, այսինքն այն ինչ որ իսկապես տիրապետում է, երբ ունի լավ ընտանիք, երեխա, թերևս իմ պարագայում ես առավել եւս երջանիկ եմ, որ այսպիսի դուստր ունեմ, երբ դու ազնիվ ապրում ես որևէ մեկին որևէ վատ բան չես անում, դա լիարժեքություն է, էլի։ Ես կարծում եմ կնոջ համար լիարժեք ես, երբ երեխա ունես։ Սա ամենակարևորը։ Այսինքն կնոջ գերխնդիրը երեխա ունենալն է, առաջինը, հա։ Կարծում եմ այո, գերխնդիր, մի քիչ գիտեք չեմ ուզում դրան ինչ որ անուններ կպցնել։ Ամեն դեպքում կնոջ առաքելությունն է, հա, որ ինքը պիտի մայրանա։ Թե հիմա ոնց կստացվի անձնական կյանքը, դուք ինչպես ասում եք, տղամարդ ունենալն է լիարժեքություն, թե ոչ, շատ կանանց համար տղամարդ ունենալը բացարձակ լիարժեքություն չի։ Մենք կնոջից եւ տղամարդուց խոսեցինք եւ ես բավականին երկար ժամանակ քեզ արդեն խոստացել էի, որ մի օր կհրավիրեմ Սևդարը շոկոլադ ներկայացմանը, այդ պահը եկավ նոյեմբերի 30-ին, ես քեզ սպասում եմ դրամատիկական թատրոնում Սևդարը շոկոլադ ներկայացմանը։ Շնորհակալություն, այն որ դու ասացիր վաղուց ես ուզում հրավիրել, ինձ մոտ մի քիչ Չէ, մենք բավականին երկար գրել ենք Facebook-ում, հա, այդ թեմայով։ Ես այդ պատմությունը, եթե հետաքրքիր է, կարող եմ պատմել, ինչպես եղավ, որ ես ինքս խնդրեցի քեզ, հա, ինձ հրավիրել ես ներկայացմանը։ Եվ ինչու ես չհրավիրեցի։ Եվ ինչու դու չհրավիրեցիր, համառորեն։ Ես մի ծրագիր էի վարում, որտեղ ինձ հյուր եկավ քո
գլխավոր դերակատարուհին, Ոչ, պիեսի հեղինակն է Էմմա Պետրոսյանը։ Գլխավոր դերակատարը Արամոն եւ Լուիզան են։ Լուիզան են, այո։ Այնպես ստացվեց, որ երբ Էմման ինձ մոտ հյուր էր, ասաց ես մի գաղտնիք եմ այսօր քեզ ասելու, ասաց հետաքրքիր զուգադիպություն է, որ ես գալիս եմ մի տեղից, որտեղ այսօր հաստատվեց, որ իմ գրած պիեսը պիտի բեմադրվի։ Եվ ասաց առաջին անգամ եմ սա բարձրաձայնում, որովհետև դրա մասին ոչ ոք չգիտեր։ Եվ երբ ես տեսա գովազդը, որ արդեն կայացել է, հա, բեմադրությունը, խնդրեցի քեզ ինձ հրավիրել։ Դու ասացիր հրավիրում եմ։ Ասացի ես որտեղից պետք է վերցնեմ հրավիրատոմսը, ասացի ինչ հրավիրատոմս, գնում եք տոմս եւ գալիս եք։ Որովհետեւ ներկայացումը այն տարբերակն է, որ պետական հովանավորության ներքո չէ, մենք բոլոր ծախսերը ինքնուրույն ենք անում եւ եթե տոմս չգնեն, ներկայացումը չի կայանա։ Եվ այդ նույն բանը դու ինձ գրել էիր, բայց ես ինձ իրավունք վերապահեցի, հետո քեզ պատմեցի ինչու եմ ես ուզում որ դու ինձ հրավիրես, որովհետեւ այն պատմությունը, որ դու չգիտեիր։ Ինչ ենք անում հիմա։ Էմմայի հետ կապված։ Իդեպ սա աղցանի համար է սև սալորաչիրը, չգիտեմ, չեմ հիշում, նշել եմ թե ոչ, այս սև սալորաչիրը մամաս է պատրաստել, սա գնված չէ։ Այն սարքերի մեջ, հա, որոնք որ էլեկտրական հիմա վաճառում են։ Տան պայմաններում, ոչ թե արևի, չէ։ Չէ, ոչ արևի, իհարկե էլեկտրական սարքերում, բայց առանց որևէ քիմիական ավելորդ հավելումների։ Ահա, հիմա մենք արդեն այստեղ ունենք բրնձի մակարոն, որը էլի մեր աղցանի համար է։ Հիմա կդնենք արդեն որպեսզի խաշվի եւ արդեն կարծում եմ ժամանակն է մեր աղանդը, հա, պատրաստելը։ Ավելացնում ենք գինին։ Կես լիտր, հա, մոտավորապես։ Մոտավոր այո։ Մի փոքր ջուր։ Եվ կրկին մեղր։ Ոչ, այստեղ մեղր չկա, մենք այստեղ կավելացնենք հիմա մի քիչ շաքար։ Այնց թվաց դու շաքարավազ չես օգտագործում։ Ես շաքարավազ շատ քիչ եմ օգտագործում կենցաղում, թե բացառապես առանց շաքարի է։ Հիմա պիտի ասեք սա ինչ ձայն է, հա։ Սա ինչ ձայն է, այ։ Այս սուրճի ապարատն է։ Ինքնամաքրվում է։ Ահա։ Եթե նոր գործողություն չունենք, ընդմիջենք, հա։ Դարչին ես ավելացնում։ Հիմա դարչին եմ ավելացնում։ Այստեղ նաև հետո այս դարչինը մեզ ասեմ, որ դարչինը աղացած չէ, պիտի կտորներ են։ Այո, կտորներով լինի։ Եվ հիմա կավելացնենք ներողություն շաքարավազը, ահա։ Այս աղանդը ինձ թվում է հարմար է նրանով, որ այն մարդիկ, ովքեր քաղցրեղենից հրաժարվում են, կոնֆետ կամ թխվածք, որովհետև գիրացնում է։ Ես կարծում եմ սա լավագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակն է, այնպես որ բոլոր այն մարդիկ, ովքեր խուսափում են գիրանալուց, կարող են սա փորձել։ Իդեպ ես պիտի ասեմ, որ նաև սա կարելի է պատրաստել խնձորով, ինչու՞ չէ։ Բայց խնձորով ավելի լավ տարբերակ կա, հա, որտեղ խնձորը այս փխրունությունը, այսպես ասած, տանձի չունի, խնձորը կարելի է դնել ջեռոցում, մեղրով, պոպոկով, որը որ շատ հայտնի է բոլորիս։ Քո դուստր լինում է քեզ հետ միասին խոհանոցում կարողանում է արդեն ինչ-որ բաներ պատրաստել, թե ոչ։ Այո, մենք հենց նոր ասացի ուղղակի, որ ժամանակ չունենք, ինքը շատ լավ սկսել է թխել, կարկանդակներ, շատ համեղ հատապտուղներով եւ այլն։ Դե խոհանոցում իհարկե քիչ է լինում, որովհետեւ մեր տատիկը, այսինքն մամաս փրկել է մեզ այդ հարցում, ինքն է տնօրենը, այսպես ասած, խոհանոցում, ու քանի որ շատ լավ է պատրաստում, մենք զենքներս վայր ենք դնում, հետո ժամանակ էլ չի լինում, հա, ես իմ դասին, աղջիկս իր դասին։ Այնպես որ այդ գործից մեզ փրկել է մաման։ Պարզ է, ընդմիջենք մինչև նոր գործողություն կունենաս, լավ։ Այո։ Ընդմիջենք։ Մենք զբաղված ենք լուրջ գործով։ Հիմա կտրատում ենք սունկը մեր բանջարեղենային պիրոգի համար։ Արդեն այս ծովախոց գետինը տապակվել է, պիտի վերցնենք, հիմա կմաքրենք, կավելացնենք տարայի մեջ, որտեղ աղցանն է լինելու։ Եվ եթե հիշում եք, այս մեր աղցանի համար նախատեսված բրնձե մակարոններն են։ Ջրի մեջ ես մի փոքր աղ եմ միշտ ավելացնում, որպեսզի շատ
մենք սիրում ենք, չէ՞։ Համեմունքներ։ Անուշ կա նոր սերիալ, նոր պրոյեկտ, որտեղ որ զբաղված ես, թե վերջացավ։ Այս պահին ոչ, վերջացել է, որովհետև մենք ֆիլմ նկարեցինք, եթե գիտեք, սերիալի ամփոփում, այսպես ասեմ։ Որ ֆիլմի մասն է խոսքը։ Բախտաբեր սերիալի ֆիլմը, որը հիմա ոնց որ թե գնում է արդեն կինոդահլիճներում։ Իսկ այս պահին ոչ, այս պահին միայն հիմա զբաղված եմ մագիստրատուրայով։ Իսկ կա որից մի զբաղմունք, որին ավելի շատ կցանկանայր ժամանակ տրամադրել, բայց չես կարողանում։ Չէ, ճիշտ ասած հիմա նախատեսում եմ կիթառ նվագել սովորել։ Եվ ինստիտուտի ավարտելու հետ կապված հայրս ինձ մի շատ շքեղ կիթառ է նվիրել իմ ցանկությամբ։ Բայց իսկապես ժամանակ չի լինում, աղջիկս արդեն շուտով կհաճախի, ինձ համար ժամանակ չի լինում, որ կուզենայի տրամադրել, իսկ զբաղմունքը թերևս ժամանակ լինի զբաղվել ներկայացումներով։ Խաղալ թատրոնում, զբաղված լինել ներկայացումներում, որովհետև այդ ինձ համար այնպիսի մի դաշտ է ու աշխարհ, որտեղ ոչ մի սերիալ ու ֆիլմ չի փոխարինի։ Աշխատում ես որից է պետական թատրոնում։ Ոչ, որովհետև թատրոնում չեմ աշխատում։ Իսկ ինչու՞, պրինցիպալ հարց է, թե։ Չէ, գիտեք, այնպես ստացվեց, որ ես ավարտելուց հետո ուղղակի անվճար ընկա մագիստրատուրա եւ սկսեցի արդեն տրամադրվել դրան։ Իսկ որ թատրոնում ես քեզ տեսնում։ Երևանի որ թատրոնում։ Կամ որից է մարզի, չգիտեմ։ Չեմ կարող ասել, գիտեք, որովհետեւ ես մի քանի թատրոն կա, որոնց շատ լավ եմ վերաբերում, այսինքն ինչ որ էներգիա կա անսովոր, այդ ինձ համար Մալյան թատրոնն է։ Եվ համաձայն եմ քեզ հետ, այո։ 2 օր առաջ ես գոյում էի եւ տեսա վերանորոգված արդեն այնքան սիրուներ, այնքան էներգիայով լի, որ հասկացա, որ ամեն դեպքում թատրոնին դերևս հեռուստատեսությունը չնայած իր առաջ գնալուն չի հաղթել հեռուստատեսությունը դրան։ Ես հիմա պիտի ասեմ, որ մենք սունկը չենք տապակելու, որովհետեւ սա մեր պիրոգի համար է, հա։ Մենք հիմա կտապակենք միայն բրոկոլին, մի քիչ տաքանա, դրա համար չեմ ուզում դեռ ավելացնել։ Տաքանա եւ ասեմ, որ այս մակարոնները երկար չեն խաշելու, այո, արդեն անգամ կարելի է անջատել։ Մի փոքր կթողնենք ջրի մեջ ու արդեն կհանենք աղցանի համար։ Անուշ, իսկ դու քո կյանքում ընդհանրապես ավելի շատ սիրում ես խոսել, թե լսել։ Եթե թեմայի շուրջ կարող եմ ծավալվել, ապա կարող եմ զրուցել։ Եթե չգիտեմ այդ մասին, կարող եմ լսել ու շատ բաներ բացահայտել ինձ համար։ Որովհետև կանայք խոսում են անընդհատ, այո։ Չեն էլ լսում իրենց տղամարդկանց երբեք։ Երևի կանանց բնույթն է, այդպեսին սիրում են խոսել։ Դե մի ձև այդ մարդիկ պիտի ինքնաարտահայտվեն, թե ոչ։ Եթե նոր գործողություն չունենք, ընդմիջը։ Նորը ոչ, միայն հիմա բանջարեղենն ենք կտրատելու եւ արդեն պատրաստենք խմորը, գիտեք, ունենք արդեն պատրաստենք իրար վրա ավելացնել ու տեղավորել ջեռոցում։ Լավ, ընդմիջենք։ Չենք խոսում երեխու դպրոցից գոհես, դպրոցից ինչ դպրոցա գնում։ Պուշկինա գնում։ Վայ, այդ ամենա կապրիզնի դպրոցներից է, չէ։ Ես էլ այդպես կարծում, բայց ստացվեց, որ ոչ։ Հա, ես երկրորդ թե երրորդ դասարան էր, որ տեղափոխեցի, որտեղ հիմա մոդայիկ են տարբեր տեսակի վճարովի դպրոցներ եւ այլն, ինչ ես։ Վճարովի դպրոց սկզբունքորեն չեմ տանի, ու հարցը միայն վճարը չի, որ շատ է քիչ է։ Այ Պաշոտյանը իր երեխեքին տանում է այբ, վճարովի դպրոց։ Այբը շատ լավ դպրոց է, բայց ես ներողություն չունեմ այդ գումարը։ Չէ, այնտեղ կա 100% զեղչ։ Եթե երեխան ընդունակ է, կարող է, այո։ Գիտեք, հիմա պիտի ազնիվ ասեմ, որ ես չեմ կարծում, որ աղջկաց գիտելիքները, չգիտեմ այնտեղ իհարկե ինչ չափանիշներով Լավ, բարձր հասկանալի։ Անուշ։ Այո։ Ինչ գեղեցիկ է ամեն ինչ։ Մեկնաբան իր ինչ է տեղի ունենում։ Տապակվում է բանջարեղենը, դա էի ուզում ասել, որ ինչքան գեղեցիկ է ընդհանրապես բանջարեղենի հետ աշխատել, ոչ միայն առողջարար են, նաև տեսնում եք հաճույք է պատճառում մարդու։ Ընդհանրապես տղամարդուն հաճույք է պատճառում, երբ որ կինը կարողանում է լավ պատրաստել եւ խոհանոցում գեղեցիկ է։ Իսկապես։
Չէ, մտածել դրա մասին։ Չէ, ճիշտ ասած։ Վստահեցնում եմ քեզ։ Այնքան շատ է խոսում, որ տղամարդիկ սիրում են համեղ ուտել, համեղ պատրաստող կանանց, ես արդեն սկսում եմ կամաց հավատալ դրան։ Մենք մի քիչ կավելացնենք հիմա ձեթ։ Եվ վերջ, թերևս կսպասենք մինչև տապակվի։ Խելացի տղամարդը գնահատում է ամեն ինչ, ինչ գեղեցկության հետ կապված է եւ գեղեցիկի։ Կարծում եմ։ Մարդը հակված է, հա, այս թեթ երևույթը միշտ ընկալելու ու թերևս կանայքել են ամեն գեղեցիկ բան սիրում։ Բնությունը ինքնին, կա դες մարդ, որ բնությունից հրաժարվում է։ Ոչ, անկախ նրանից ինչ մասնագետ է, բայց բնության մեջ լինելուց որևէ մեկը չի հրաժարվում, որովհետև այդ գեղեցկությունը ոչինչով չի փոխարինվում։ Պարզ է, եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, եթե նրանք, ովքեր չեն հասցրել դիտել եթերում այս հաղորդումը եւ մեր բոլոր հաղորդումները, այցելեն Չէին սպասում .am կայք եւ փնտրեն մեր բոլոր հաղորդումները այնտեղ։ Այս պահին մենք կարող ենք ընդմիջել, կարծում եմ։ Այո։ Մի բան դուրս է գալի, թե տառապում ես։ Չէ, հա, նան է։ Չէ, դու Ինձ հետ ես։ բանը շատ լավ կտրատում է։ Всё, բալես, արդեն Դու ես ինչ հերիք, որ խառը։ Ես որովհետև այնպես բաներ է, որ եղավ պիտի ավելացնեմ, ուսես չգիտեմ, ոնց որ կադրի համար էլի ավելացնեմ, Ուզում ես թողնեմ։ մասնագետների զանգենք հարցնենք ինչա պետք անել ոնց։ Չէ։ Եվ այսպես նոր գործողություններ, որպեսզի հեռուստադիտողը հասկանա ինչ է տեղի ունեցել, խնդրում եմ մեկնաբանի։ Այո, նոր գործողությունը միայն այն է, որ այստեղ մենք բանջարեղենին կավելացնենք սոխ։ Հետո Կսկսի տապակվել, իսկ աղցանի համար սալորաչիրը, որը տապակվում է, ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Իրենք շատ երկար չպիտի տապակվեն։ Պարզ է։ Արդեն իսկ գույները շատ են դուր գալիս սուրը։ Դերևս ամենադժվար գործը աղջկա հասա։ Այո։ Կտրատել, մաքրել, բայց հաճույքով անում է։ Հիմա սա կտապակվի, մենք կավելացնենք աղցանի տարային։ Եվ պիտի ասեմ, որ այս աղցանը մենք չենք մատուցի որպես կարգն է, հա, ինչ որ մեծ տարայով, սա էլ առանձին կտեղափոխենք այն ափսեների մեջ, որտեղ պիտի արդեն ուտենք։ Բաց է։ Լավ, կարծում եմ ամեն ինչ այս պահի համար հասկանալի է։ Որևէ բան դեռ չեն կարել։ Հուսանք հերթականությունը հեռուստադիտողը տեսնում է։ Լավ։ Լավ, թաթերականում մի բան սովորում են երեխեքը, թե ուղղակի ժամանակ են անցկացնում։ Ով ուզում է սովորի, սովորում է։ Հա։ Բայց ապա շատ տարիքով են, ասնավնամ դասախոսները ու այսպես շատ Հիմա նախ ջահելություն լցվում է։ արդեն բավականին բան էլի հնացած։ Ես քեզ ասեմ, իրանց շկոլան շատ ավելի ճիշտ է, քան ջահելների։ Մենք արդեն մեր ծովախեց գետնին ավելացրեցինք սալորաչիրն ու կարմիր պղպեղը։ Աղցանը պատրաստ է, հա։ Գրեթե ոչ, դեռ լրիվ պատրաստ չէ։ Ես այստեղ մի քիչ ավելացրել եմ քաղցր կարմիր պղպեղ, բայց համեմունքը ով ինչպես ցանկանա, հա, կարելի է այնտեղ եւ սև բիբար ավելացնել եւ ավելացնում ենք մեր, ինչպես հիշում ենք արդեն, հա, այս մակարոնը, ինձ մոտ երևի մի քիչ շատ է։ Հա, այդքանը պետք չէ ավելացնել վստահ։ Վստահ դու ոնց որ ծանոթ ես, հա, այս աղցանին։ Այո։ Չինական որևէ մի ռեստորանում կարծեմ կերել եմ։ Ես էլ կարծում եմ, որ շատ պետք չի ավելացնել։ Մենք այստեղ դեռ մի քիչ կավելացնենք սամիտ, բայց քանի որ ուրիշ գործողություն եմ անում խմորի հետ, չեմ ուզում թողնել։ Լավ, Խմորի հետ շարունակիր ավարտել, խմորի եթե հետ։ որևէ բան ավելացնեմ, անպայման մենք տեղեկացնենք հեռուստադիտողին։ Խմորի հետ ինչ է տեղի ունենալու, բացում ենք եւ Խմորը բացում ենք, դնում ենք այո այն տարայի մեջ, որը պիտի ջեռոցում եփվի։ Եվ հետո ձևավորում են, ինչ որ կավելացնենք, արդեն լավ։ Ընդմիջենք։ Ոնց դու լավ մամա ես։
Դե մոռացա նշես, որ շերտավոր խմոր ես։ Շերտավոր խմոր, այո։ Դե ինձ թվում է հասկանալի է երևի։ Ինչի՞ չես պատասխանում լավ մամա։ Լավ մամա եմ թե ոչ։ Ուզում եք աղջկաս հարցրեք այդ։ Չէ, քեզ ենք հարցնում։ Աղջիկը միանշանակ պետք է ասի իհարկե լավ մամա։ Աշխարհի ամենալավ մաման իր երեխայի համար է, ինչքան էլ վատը նա լինի։ Վատ մամա չի լինում։ Եվ դրա հետ եմ համամիտ եւ ուզում եմ ասել, որ եթե դու քո կյանքում ամենաառաջնային տեղում ես տեսնում քո երեխային, անկախ նրանից դու խիստ ես, քիչ խիստ ես, ընկեր ես թե ոչ, բայց եթե առաջնայինը քեզ համար երեխան է, ապա այդտեղ վատ մամա կամ վատ ծնող չի կարող լինել։ Անուշ։ Դերևս վերջին հա գործողություններն են։ Այո, արդեն մեկնաբանիր։ Կարծում հերոստատիտողը հիշում է մնացած պարագաները, այստեղ մենք հավիդոշը տապակում ենք մեր պիրոգի համար։ Միայն մնում է աղցանին ավելացնել սամիտ։ Հիշում ենք այդ պահը։ Հետո։ Եվ արդեն կարծում եմ կարող ենք բանջարեղենը լցնել խմորի վրա։ Անուշ, այս կյանքում առանց ինչի կամ առանց ում հնարավոր չէ ապրել։ Առանց իմ աղջկա։ Ես անգամ սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ կարող եմ առանց իրա ես ինձ չեմ տեսնում։ Ու թերևս չեմ էլ Իսկ ինչու՞ չես մտածում երկրորդ, երրորդ երեխայի մասին։ Չեմ մտածում, որովհետև հիմա ամուսնացած չեմ եւ բնականաբար չեմ կարող մտածել։ Ասում են մենակ երեխան էգոիստ է մեծան։ Դրա մեջ ճշմարտություն իհարկե կա, բայց ես կարծում եմ այդ ծնողի դասերակցությունից էլ է։ Եվ հետո ինքը մենակ չէ, որովհետև եղբայրս ունի 2 երեխա, աղջիկ եւ տղա։ Այո, արդ երկրում գիտենք։ Եվ ինքը կարծում եմ արդեն Ինչ է դեր ունենալու։ մենակ չեմ։ Վերջ, մենք, Վերջ։ Մենք ավելացնում ենք հիմա, մինչ տապակվելը, ասեմ, որ մենք ավելացնելու ենք 4 ձու եւ 250 գրամ սերուցք Որտեղ։ մեր պիրոգին։ Ահա։ Եվ տեղադրում ենք ջեռոցը։ Ջեռոցը կզարդարենք այս փոքրիկ լոլիկներով։ Իսկ այս խմորը փակվելու է թե ոչ։ Ոչ, խմորը չի փակվելու։ Վերջ, ես կարծում եմ, որ Գիտես, ես կարծում եմ, որ այդպես ցանկության է, կարելի է նույն բանն անել, խմորը փակել եւ որևէ կերպ այդպես ձևավորել։ Մեր պարագայում մենք չենք փակում, այստեղ արդեն ես չափել եմ 250 գրամ է։ Էլի հիշեցնեմ, որ սա քաղցր սերուցք չէ, հա, որոնք նախատեսված են տորթերի համար։ վերջ, ավելացնում ենք։ Հիմա հավի կրծքամիսը կավելացնենք մեր բանջարեղենին եւ հետո սերուցքը, սա կարող ենք անջատել։ Այդպես հաթաթ հիմա պիտի ավելացնես։ Այո, որովհետեւ Եթերային ժամանակը սուղ է։ Չեմ ուզում ձեզ գիրացնել, որովհետեւ եթե տեսնում եք, մեջը շատ ձետ կա։ Այո, ճիշտ է։ Եթե ձեթը ես չեմ ուզում։ Լավ, ուրեմն ավելացնում ենք հավի կրծքամիսը, սերուցքը եւ տեղադրում ջեռոցը մոտավորապես 10 րոպե, հա, որտեվ ամեն ինչ երբված է այստեղ բացի Այո, խմորից։ 10-15 րոպե ամենաշատը։ Խոհանոցում կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Կհանդիպենք արդեն սեղանի շուրջ, լավ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր աղանդը այստեղ պատրաստվում է, թե ինչպես է գեղեցիկ մատուցել, ես կարծում եմ պատրաստի վիճակում կարող ենք հեռուստադիտողին ցույց տալ։ Շատ լավ։ А мне казалось, что без любви никак в этой жизни. Դե լավ, Չէ՞։ այդ մինչև 20 տարեկան։ Լավ վերջացրու, մինչև մար։ Չէ, 25 խափեցի, 25-ից հետո Անիմաստ է կյանքը առանց սիրո։ Իհարկե։ Դու կարծում ես սերն այդքան երկար է ապրում։ Այո։ Անուշ, ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ չգիտեմ, ափսոս է ձեռ տալ այս ամենին։ Մեկնաբանիր։ Դե հուսով եմ, որ արդեն հերոստատիտողը հասկացավ ինչ ենք անում եւ ինչ արդյունք ենք ունեցել։ Ու ես կարծում եմ կարևորը ոչ թե ինչն է, այլ ինչպես է։ Ինչպես մատուցել, ինչպես ընդունել։ Այս պարագայում երևի ավելի շատ ինձ մոտ այդ ինչպեսն է։ Եվ հետո ես ասեմ, որ չեմ սիրում շատ բաղադրիչներ խառնել իրար, այսինքն եթե միս է, ապա բանջարեղեն չէ։
Մեծ պարագայում թեթև է, սունկ է, հավ եւ ինձ շատ դուր է գալիս ափսեների մեծությունը։ Իսկապես շատ գեղեցիկ է մեծ ափսեի մեջ։ Այո, իմ այս տան ափսեները, այսպես ասեմ, բոլորը շատ մեծ են։ Անկամ այդ նոր տարվա սեղան գցելիս միշտ տեղ չի լինում։ Ինչպես է ձեր տանը սկիզբը ազդարարում։ Սկիզբ, քանի որ առաջին անգամ եք այս տանը։ Բարով եք եկել։ Բարև, Խորժա։ Շնորհակալություն։ Մեր ափսոս չէ, սենց գարմոնիան ու գեղեցկությունը խառնենք։ Ոչ, բայց քան տանջվեցինք, հենց դրա համար։ Դե թող այդ հետո չպետք է ուտենք, այս աղցանից սկսենք։ Ես ինքան վախենում եմ իրանք կտրատեմ ու հասկանանք ոնց են վերցնելու։ Դու առաջի անգամն ես այս պատրաստի։ Պիրոկ պատրաստել ենք, բայց ես անձամբ չեմ արել, էլի։ Ոչ, տեսքը ստացվել է, կստացի։ Լավ, տեսնենք ինչ է։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ էր եւ համեղ։ Շնորհակալ եմ։ Անկեղծ եմ ասում։ Իսկապես։ Հավատում ես։ Այո։ Ինքս ինքս համտեսեցի, կարող եմ հավատում ես։ Հավաստել, որ իսկապես համեղ էր։ Հավատում եմ։ Շնորհակալություն, որ եկաք։ Եվ ձեր օրվա ընթացքը փոխեցինք։ Բավական վատ, ես արդեն չգիտեմ պարոն Շահվերդյանին ինչ պիտի արդարանամ այսօրվա դասի բացակայության համար։ Տեսություն։ Տեսություն։ Ձեր ընտանեկան հարցերը ձեր մեջ լուծ։ Տեսություն։ Ներեցեք պարոն Շահվերդյան, ինչպես տեսակ Սուրենե Շահվերդյան խանգարեց ինձ այսօր ներկա լինելու մի շատ կարևոր դասի։ Հուսամ դուք իսկապես ինձ կհասկանաք ու կներեք։ Գնացինք։ Տեսնում եք, եւս մեկ անգամ կոտրվեց այն կարծրատիպը, թե իբր արվեստագետները պատրաստել չգիտեն։ Դիմադրենք քաղցին միասին։